Մեղավորներ եկ չփնտրենք ինչ էր հարկավոր էր հասկանանք մենք որներ կարևոր էր իրար սիրենք ով է մեղավոր որ ասխան հեռու է արի մենք ամեն ինչ թողնենք ոնց որ կա չնայենք ով էր ճիշտ կամ ով էր սխալու հիշենք ոչինչ չի լինում կյանքում պատահական Սերեր կան, որ պատվում են ուշ հասկանալուց Սերեր կան, որ հաղթում են ուշ ունենալուց Սերեր կան, որ պատվում են ուշ հասկանալուց Սերեր կան, որ հաղթում են ուշ ունենալուց Mom John. Ոչի կարոտել։ Հələ mən zərətdir, mən bilagit sıxvit. Dəftək bilagit մեջ ուժ մնացել, հա? Թե չէ ձեր Նյու Յորքերում ֆենից ցաներ բան չես բարձրացնում, այդտեղ դիհարն այս փոչոտ։ Այ պապի։ Ախր այս Սարոջան, դու ինչ գիտես, բարձրացրել ա թե չէ։ Եկած չեկած ես երեխուն քննադատում ես։ Այս ջան։ Ոնց է սիրունած այդ բոյովացել ա։ Ես ասում, բայց չարե։ Մամ ջան բոյովացել ա, բայց լայնքով ա։ Ասեմ չես հավատա, դաժե քո թարախ կատակներին կարոտել էին։ Ապեր, ինչ լավա որ եկար։ Գիտես չէ որ դու ստեչեր ինչ դաժան օրեր եմ քաշե։ Ինչի։ Ոնց, բա դու ստեչերը ամեն ինչ իմ վզին էր մնացել։ Լավա որ ամուսնացել ես ստեչերը էլ էին ուզում իմ վրա բրթեին։ Դառնի առաջի թոռը։ Ապրես նարով ջանի։ Սոստաղես։ Հորքուրի առաջնեք։ Բա մեր հարսնացու հետ չես ծանոթացնում։ Ծանոթացնեմ։ Սարանա։ Բարև ձեզ։ Բարև ջան, բարև Սարոջան։ Սարա ջան, ասեմ, հորքուրը սա, եղբայրը սա, Հայ։ քույրը սա, պապի սա, տատիկը սա եւ մամա սա։ Բարև անուշս։ Շատ հաճելի է։ Անունները հետո կծանոթացնեմ։ Ինչ են կանգնել։ Երեխեքը ճանապարհից են եկել, հոգնած կլինեն, գնացիք ներս։ Չէ, հոգնած չենք։ Ամեն ինչ լավ է։ Իրականում հոգնած ենք, որովհետև ճանապարհը իրոք ծանր էր։ Վախ, լավ, հենց հիմա ներս կգնանք, սեղան կլցենք, բոլորս հանգիստ իրար հետ կծանոթանանք։ Լավ սիրունս։ Գնացինք մամ։ Արի, բարի ջան, գնացինք։ Իվա, Պապա։ ես գնում եմ խանութ։ Վայ պապայ, գնես խանութի ջան, ստան ամեն ինչ ունեմ։ Առավտուր չեմ անում։ Մեր սուպերմարկետում ինչ-որ հարցեր են ծագել։ Գնամ կարգավորեմ շուտ կգամ։ Լավ պապա, չուշանա, սա հարցը ինչ կմտածի։ Հարցը ինքա ջոկոմով բարեկամն է, ես շուտով կգամ։ Դու տուն չմտար շորի հետ այսքան շոր ունես։ Բա որ տուն մտեր, քանի չամատան կլներ։ Կատակ ես անում։ Չէ, լուրջ եմ ասում, դա նորմալ չի, որ մարդ ձեռքի տակ այսքան շոր ունենում։ Ես այս տան մասին եմ հարցնում։ Պապաս ուզում է մի հարգել ավելացներ, ասացինք պետք չի, բայց Երևանում պապայի հորողբորդ տղեն 12 արգանի շենքի գլխին 3 հատ առանձնատուն սարքեց ծախեց։ Սոս, ես ուզում հասկանամ։ Դուք սենց ահռելի տուն ունեք։ Դու ինչի ես ապրում Նյու Յորքի հետ խցում 2 շորով։ Դե կներես էլի։ Գիտես ինչ դժվար կներես տունը տեղափոխել Նյու Յորք։ Արի ավո։ Դու արդեն մտել էիր։ Դե օրքուր ասել էր դուրը կծեծես նոր կմտնես էլի։ Ասա։ Հա, ուզում են իմանալ երբ եք իջնելու էլի, դու հարսը։ Ես այս տանը դեռ հարս չեմ։ Դե կլնես էլի։ Վերջը մորս բախն էլ բացվեց։ Այսինքն Դե ինքն էլ հարսեր, դարավ սկեսուր, պաշտոնը բարձեցավ։ Ավո հերիքա էշ խոսաս։ Գնա։
Բայց վրես խոսակցություն չբերեք, անպայման կիշնեք, լավ։ Ավո, գնա։ Դու կարծում ես այդտեղ զրայրն է տեսվում, պատուհանից, այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում։ Հիմա գնում ենք քո մեծ ընտանիքի հետ ծանոթանանք։ Ինչի վախենում ես։ Մերոնք քեզ կճանաչեն ու չեն թողի որ քո հետ ամուսնանան։ Չէ, Սոս ջան, վախենում եմ ինձ ճանաչեն ու զարմանան, թե ես քո հետ ինչ գործ ունեմ։ Սարա, գիտես ինչ կա։ Ես զարմանում, դու ես տարիքում հələ հեքիաթների ես հավատում։ Ուզում եմ հասկանամ, այդ քո տարածքում ես լեզվիտ ես տալիս։ Եվ ոչ ոք չկա։ Սարա, տենում եմ։ Ուրիշները կարան կասկածեն, որ ես լավ չեմ տեսնում, բայց դու չէ։ Այդ ուրիշներն ինչի կարան կասկածեն։ Դե որ մտածեն քեզ հավանում են, կկասկածեն։ Կասեն կարող ես տղեն լավ չի տենում։ Սպասի տենամուր են։ Երկու տարի առաջ ենք լուսանկարվել։ Շատ գեղեցիկ նկար է։ Ամեն տարի ընտանիքով լուսանկարվում ենք։ Ու փոխում ենք շրջանակի նկարը։ Բայց 2 տարի արդեն չենք թարմացրել։ Ինչի։ Որովհետև ընտանիքը ամբողջական չէր։ Սոսը, որ այստեղ չի լինում, դուք չեք նկարվում ընտանիքով։ Դուք Սոսի հայրն եք, ճիշտ հասկացա։ Շատ է պատմել ձեր մասին։ Հա։ Եվ ինչ է պատմել։ Կարծում եմ Սոսը ոչինչ էլ չի պատմել իմ մասին։ Եթե պատմած լիներ, դու այդ ինչ չէիր ասի։ Ինչի՞։ Որովհետև դժվար ինչ-որ լավ բան պատմած լինի։ Կներեք, պիտի շատ շտապ զանգ կատարեմ, նոր հիշեցի, ներողություն։ Լաուր։ Սիրուն է, չես մատանի, շատ սիրուն է, իմ տատու մատանին է։ Հորքուր, հիմա դու այս մատանին ուզում ես նվիրես ուրիշին։ Նա ուրիշ չի, նա մեր ընտանիքի անդամն է, Բելա։ Բելոչկա ջան, դու մատանի դու։ Աղջիկս, կարգն է այդպեսին։ Լաուր, իմ տատից սկսած, այս մատանին փոխանցվում է հարսից հարս, և ես դա պիտի պահպանեմ։ Իբր աղջկաս բան էիք նվիրել, հիմա էլ ձերքից նռակ, հա։ Արուս, Մամա։ Տատի լավ։ Ախր մեկը պիտի ճշմարտությունն ասի, թե չէ։ Ընտանիք ջան, ապոն ասած մեզ եք սպասում։ Դες Սոնանուրա։ Սոնա չէ մամ, Սարանց։ Ես միրապ է, ես մամայի մատանին չի, որ տատիկից փոխանցվել էր։ Հա, հենց այդ մատանին է։ Տո մատանին էլ մատանինն է, 3 գրամ ոսկեա վրան, 2 հատ զեկո, մի հատ էլ կապուտ քար, մատանի։ Կանաչա։ Արուս, այս մատանին գաղափարապես արժեքավոր։ Հա, բայց ինչ եք սենց հավաքվել։ Ուղղակի պատրաստվում են այդ մատանին տան Սարային։ Ինչ։ Այս մատանին, որ տատիկից փոխանցվել է մամայի, ժողովուրդ լուրջ եք ասում։
Ինչ ես զարմանում։ Այս մատանի պիտի փոխանցվի տան մեծ հարցին։ Տան կարգն է այդպես, Սոշ ջան։ Ժողովուրդ ջան, դուք այդ աղջկան ախր չեք ճանաչում։ Հորքուր ջան, մաման չի կարողանում այդ աղջկա անունը հիշի։ Ինչ եք մեր տան խորհրդանիշը նվիրում այդ աղջկան։ Անալից տպավորությունն ոնց որ դու էլ չես ճանաչում այդ աղջկան։ Զորջան, եթե դու քո ընտրության մեջ վստահ ես, դու ինչի ես բերել ես աղջկան տուն։ Լաուր, սիրտս գոյություն չունի։ Լաուր, սիրտս լաուր իր ջուր տվեք։ Ես արդեն լավ չեմ, ինձ հիվանդանոց անեք։ Հորքուր, ես սիրում եմ այդ աղջկան։ Սիրում եմ, հարցը այդ չի։ Բա ի՞նչն է։ Դե այդ մարդը նոր է եկել մեր տուն։ Թող մնա մի ուրիշ որ կտանք։ Կզարմանա։ Ոչինչ, կդիմանա։ Այսօր երեկոյան կնվիրեմ։ Սոս։ Ինձ թվում անհարմար այդ աղջիկը ներքևում մենակ է։ Արի մենք գնանք, մինչև մամայինք գնան։ Բայց այս ամեն ինչը տարօրինակ չէ։ Տղա շատ է հուզվում։ Լաուր։ Մի հատ հանգստանաս։ Ոնց։ Լաուր ջան, դու արդեն հարց ունես, մի հատ քեզ ձգի։ Մայիսի 17-ին մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում։ Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայրի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում։ Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը։ Լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818-418-5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ L Nail and Beauty Lounge մշտապես գեղեցիկ, խնամված եւ անգերազանցելի արտաքին տեսք ունենալու հայտնի անուն Նորթրիջում։ Գերժամանակակից գեղեցկության սրահում մեկ հարկի ներքո բարձրակարգ մասնագետների կողմից մատուցվում է ամենատարբեր ծառայությունները։ Դայանա Մակթեսյանի գլխավորությամբ գործող Fidelity Realty and Loans ընկերությունն առաջարկում է անշարժ միքի արք ու վաճառքի գործարքների լայն շրջանակ, առանձնատներ, բնակարաններ, հողատարածքներ, առևտրային կենտրոններ։ Ընտանեկան գնումներն իրական հաճույք են։ Blackjack Market, առողջ ապագան ընտրություն է։ Էջմիածին Banquet Hall, նոր միջավայր, բարձրակարգ սպասարկում, անհատական մոտեցում։ Մենք սպասում ենք ձեզ։ Զանգահարեք եւ ամրագրեք ձեր օրը հենց հիմա։ Աղջիկներ, շտապեք գրանցել նոր հասցե Գլենդելում։ Դելամոր նորաոճ հագուստի նոր հասցե 1100 South Central Avenue։ Այցելեք եւ կհամոզվեք Դելամոր, շատ ոճային։ Flowers, balloons, toys, gifts, and party supply. Piano Masters համաշխարհային հայտնի դաշնամուրների վաճառքի կենտրոն Լոս Անջելեսում գործում է ֆինանսավորման ճկուն համակարգ։ Այցելեք հենց այսօր եւ մեր հմուտ մասնագետները ձեզ կօգնեն ձեռք բերել լավագույն արժեքներով դաշնամուրներ։
Ներկայացնում ենք LA Regal Mortgage Group-ն ու LA Regal Realty-ն, Լոս Անջելեսում առաջատար անշարժույթ ընկերություն։ Առաջարկում ենք մատչելի վարկեր եւ բարենպաստ պայմաններ վարկավորման, վերաֆինանսավորման եւ ներդրումների համար։ Supreme Rolling Doors Լոս Անջելեսում հայտնի ընկերությունը առաջարկում է տան, փաթիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այժմ արդեն տեղադրվում են նաեւ դրսի համար նախատեսված շաուերներ, գեղեցիկ եւ ժամանակակից ոճով պատրաստված։ Պատար շաուրմա ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Գլենդելում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։ Bakery-ն արդեն 1 տարի է ներկայանում է հիմնովին վերանորոգված ընդարձակ խանութով։ Այստեղից դուք կարող եք գնել տորթերի բազմազան տեսականի, խմորեղեններ, թխված կաբլիթներ, ինչպես նաև պատվիրել ծննդյան, հարսանեկան եւ այլ առիթների համար նախատեսված շքեղ տորթեր ու տարատեսակ ուտեստներ։ Մեկ ճիշտ որոշումը կարող է ձևավորել ձեր ընտանիքի ներկան եւ ապագան։ Կյանքի ապահովագրություն, Living Trust, կանխապլանավորված հարկավորություն։ Մի թողեք ձեր ապագան ինքնահոսի։ Եղեք պատրաստ։ Art Modern Design Լոս Անջելեսում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների, խոհանոցային կահույքի պատրաստում։ Մեքենաների վաճառքի կամ լիսի շուկայում լավագույն պայմաններն է առաջարկում Dan Oro Group-ը։ Մեր առաջատար մասնագետները ձեզ կօգնեն խիստ կարճ ժամանակահատվածում գնել ձեր ցանկացած մեքենան, առաջարկելով նաեւ ֆինանսավորման լավագույն պայմանները։ Ավտովթարի մեջ եք ընկել։ Ձեր փոխհատուցումը սկսվում է այստեղ։ Մեր փորձառու փաստաբանական թիմը մասնագիտացված է ավտովթարների գործերում եւ պատրաստ է պաշտպանել ձեր իրավունքները արագ, արդյունավետ եւ հստակ։ A&M Law Firm Calcost Fencing Կալիֆոռնիայի առաջատար ֆենսինգ ընկերություններից մեկն առաջարկում է ալյումինե եւ վինիլե բարձրորագործումներ ձեր տան համար։ Անվճար չափագրում, ամերիկյան արտադրանք եւ լայֆթայմ երաշխիք։ Զանգահարեք 888 735 8833։ Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթը, երբ որ կա մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ, այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool Looks, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Սոս։ Դու ասա, որ տնեցիք շատ են վրազում։ Մի վարքյան ինձ կլսես, դու ես չես առային բերել։ Տնեցիք ինչ են վրազում։ Բելա ախր, լավ, քուրս, ավել լավ այսքան տենանք, չտենալու տանք։ Սպասի սոս։ Վայ Հակոբ, ես ինչի մեջ նույնց գցեցիր։ Ja, հարսիկ։ Ես ինչ ես ստեղծես մենակ։ Սարա։ Ավո քուրս։ Նկատի ունեմ ինձ ուղակի Սարա ասա։ Բա գագոճի ասելու։ Նկատի ունեմ հարսիկ մի ասա։ Ավ քուրս։ Ես իշխառն եք դուք։ Վայ Հակոբ։ Պապ ստեղես։ Բել պապային հարցրա Սարային չի տեսե։ Իսկ ավելի լավ չի լինի դու հարցնես։ Բելա ասա դուրս է եկել բակ։ Բելա ասա շնորհակալություն։ Բելա ասա խնդրեմ։ Ոնց որ երեխա լինեք, լուրջ եմ ասում։
Պապ, ու սենց ինչքան է շարունակվելու։ Երբ սպասել, ես լավը չի, այս մեկը վերցրու, ես լավն է, շատ լավ։ Պապի ջան, ես խանութը ձետ, չէ։ Մեզ ուր այդքան բախտ, որ խանութ ունենան։ Լավ էլի, պապի, դուք էլի եք ինձ սենց օգնել, ես էլ աշխատողներին հարցրել եմ, ասել եմ, որ ձերն է, ու դուք բոլոր հաճախորդներին օգնում եք։ Այս վերցրու, հետո ասել, ասա գործից հանեմ։ Տեսակ, որ ասեցի ձերն, այս դուք ասում եք չէ։ Դա ինչ պարտադիր է խանութը, իմն է, թե իմը չի, պետք է գործից կհանեմ, այս մեկը վերցրու, սա լավն է, կարող է շառեմ։ Լավ, պապի ջան, ասա տեսնեմ որն է լավ է, էս թե էս, որը վերցնեմ։ Էն էլ վերցրու, մեր խանութում վատ ապրանք չկա։ Մերսի։ Լաուր, մի հատ էլ հանդեսը թարգի։ Իվալդից ինչ-որ պատվիրել էի համեղ, տեղ հասավ, միայն պապան չկա։ Պապան գործով տեղա գնացել, հիմա կգա։ Բա Վահեն։ Չհասկացա աղջիկ ջան։ Վահեն քո մարդն այնց էս հարցնում։ Ասեց երեկոյան ընթրիք լինի կգամ, բայց եթե հատուկ ինչ-որ բան կազմակերպեք, չեմ գալու։ Արզա։ Աղջիկա մոտ հոխայտարակ չենք լինելու։ Հեսա կգնամ կասեմ, որ երեկոյան ընտանեկան մեծ ընթրիք ենք ունենալու։ Առանց աղբորս հո սեղան չենք նստի։ Ինչ կմտածի մեր մասին։ Հալի։ Լավ, դու մի անհանգստացի, ես ամեն ինչ կկարգավորեմ։ Լավ։ Կիմա։ Ինչ։ Ապրես։ Սարա ջան, բահարազատներիդ հետ գայիր, որ ծանոթանայինք իրար հետ։ Անկեղծ ասած ես մենակ եմ, ոչ ոք չունեմ, ծնողներս վաղուց մահացել են, իսկ քույրի եղբայրը հարազատ չունեմ։ Սարա ջան, իսկ հորաքույր, մորաքույր, քերի, քերուկին, նրանց երեխաները։ Սարա ջան, ընդհանրապես ոչ մի հարազատ չունես։ Ունի։ Եթե ունի, բայց չի շփվում, ես չեմ հասկանում, դրանք ինչ հարազատներ են, որ իրար հետ շփում չունեն։ Ունի, Սարա ունես, չէ։ Հա, ուղղակի հերու բարեկամուհի էր, պապայիս քերու թորնուհին Նյու Յորքում է բնակվում, Սյուզին։ Սյուզի։ Հա, Սյուզին, ճանաչում եք իրար։ Ոչ չեմ ճանաչում, մոռացել էի, ես ու Սյուզին միտեղ ենք աշխատում։ Ուրեմն կզանգես, թող գա։ Հիմա դրա անհրաժեշտությունը չկա։ Կա Վահե։ Բայց ո՞նց կա։ Այդպես։ Մենք ուզում ենք քո հարազատի հետ ծանոթանալ։ Աղջիկ ջան, ընտանիքը մենակ չի կառուցվում։ Ընտանիքը կառուցվում է այսենց հարազատներով ու բարեկամներով։ Քո հարազատը նաև մեր հարազատն է։ Հա, բայց Էլ չի քննարկվում։ Վաղը էստեղ լինի։ Սարա ջան, փաստորեն սոսիս հետ նույն տեղում եք աշխատում։ Կարելի է այդպես ասել։ Վաղուց եք իրար ճանաչում։ Այդպես էլ կարելի է ասել։ Բայց հետաքրքիր է, գիտես, ոչ մի հարցի կոնկրետ չես պատասխանում։ Լավ էլի տատի, ոնց որ հարցը քննություն ունի, ոչ թե հաց ուտել։ Հարցը քննություն ասեց, հիշեցի, էլի։ 2 ամիս առաջ ես ու Հայկը գնում ենք Վեգաս, Հայկասի հիշեցի։ Ուրեմն 2 օր առաջ ես ու Հայկը գնում ենք ռեստորանասի հիշեցի։ Հաց կերեք էլի, հաց կերեք։ Ապրես տղա ջան, աղակին բան պատմեցիր։
Կներեք, որ ուշացանք։ Մարին էի դիմավորում։ Բարի գալուս ծոս։ Մերսի։ Ես երևի գնամ, հա, ընտանեկան ընթրիքա, ես էլ ավելորդ եմ։ Ինչպես Մարի ջան, չէ, պիտի մնաս, ախր դու էլ ես մեր ընտանիքի անդամ, պիտի մնաս։ Դե համարյա էլի, համարյա պիտի դառնայիր։ Դե զոքաչ, վեկիչար մանրամասնի և խորացի հետ քո հարամի իրավիճակի մեջ ու ցրվեք սենյակներով։ Բելա ջան, նստեք, մնացինք ոտքի վրա։ Հուսամ ամենահետաքրքիր պահը բաց չեմ թողել։ Չէ քուրս, քյաբաբու խաշլամեն էլի չեն քաշել։ Ավո, ես այդ նկատի չունեմ։ Ես նկատի ունեմ այն պահը, որ Սարան ու Սոսը պատմում են, թե ոնց են ծանոթացել։ Ով է առաջինը ում սիրահարվել ու ով է առաջինը առաջարկություն արել։ Ոչ մի պատմելու բան չկա, ժողովուրդ ջան հաց կերեք։ Ինչի՞։ Բելլան ճիշտ է ասում, դա ամենահետաքրքիր հատվածն է։ Մեզ բոլորից հետաքրքիր է քո պատմությունը։ Պապ, քեզ իրոք հետաքրքիր է։ Հա, հետաքրքիր է։ Այդ ինչ չէիր գտնում այստեղ, որ գտար Նյու Յորքում։ Դե արդեն ասեցինք, ես ու Սոսը միասին ենք աշխատում։ Դե դա մեղմ է ասված, դու Սոսի շեֆն ես, չէ՞։ Փաստորեն ամուսնանում ես ղեկավարիդ հետ։ Սա Ստոկհոլմյան սինդրոմը։ Էդ ինչ սկլերոզի նոր մուտացիա է։ Հետաքրքիր է, որ դու գիտես, թե ինչ բան է մուտացիա։ Ես շատ բան գիտեմ։ Եղավ։ Իսկ գիտես ինչ բան է ռեինկարնացիա։ Տապակ։ Ոնց։ Հիմա Սոսը բոլորիս մոռանալու է, ախպեր ես դու ինձ հանգարց չմոռանաս, շատ եմ խնդրում քեզ։ Դու քեզ որ ուզում ես չեմ կարա մոռանալ։ Իմ սաղ կյանքս իմ շրամն ես, պետք է մեծ տանեմ։ Վայ Սոս, երեխուն բան չկասես։ Խորքուր երեխուն հասկացանք, մտես եկա էշա։ Ուֆ, թեմայից բոլորը շեղվեցին, խնդրում եմ, վերջապես կպատմեք իմանանք, ով է առաջինը առաջարկություն արել։ Սոսը։ Իրականում Սարան երկար ժամանակ անց էր անում, որ ես իան նկատեմ։ Սարան տուն ուտելիք էր սարքում, բերում էր սալոն, որ ես ուտեմ, սիրտը շահ է էլի։ Իրականում դիետիկ ուտելիքներ էի պատրաստում, որովհետև ուզում էի մի քիչ նիհարի, որ լավ աշխատի, բայց Սոսը մի քիչ այդ ամեն ինչ ուրիշ ձև հասկացավ եւ սիրահարվեց։ Իսկ իրականում մի օր աշխատանքից հետո Սարան եկավ սալոնի դուռը փակեց, ասեց, որ իր կյանքը առանց ինձ չի պատկերացնում։ Բա հետո դե ես էլ ասացի, որ իմը պատկերացնում առանց իրա։ Ու հետո ավելացրեց, որ եթե ես իրա կողքին չեմ լինում, իրա շունչը կտրվում է։ Վայ Սոս ջան, ինչքան ռոմանտիկ ես տղաս։ Իրոք։ Իհարկե հաջորդ օրը արդեն ես լուրջ էի, նախորդ օրվա խմածս անցել էր, հասկացել էի, որ մի քիչ չափaz անցրել եմ, բայց արդեն ուշ էր, Սոսը սիրահարվել էր։ Հա, էն էլ ոնց է սիրահարվել։ Բա ամուսնության առաջարկությունը։ Դե մենք Բրուքլինյան կամրջի վրա էինք։ Թող ես ասեմ, ես Բրուքլինի մոստի վրա կանգնած էի, դրա մի խումբ մեքսիկներ։ Գիտարներով, ջութակներով, թմբլակներով, բեխերով գալիս են։ Ես ասացի պապանա։ Պարզվեց Սարանա։ Բեխերը դրեկրել, որ չճանաչեի։ Ճիշտ է։ Իրականում բեղերը դրել էի, որ չճանաչեի եւ ձուլվեի այդ մեքսիկների մեջ, այն էլ չստացվեց։ Սոսը ինձ սպասում էր արդեն ծաղիկներով եւ մատանիով։ Ու ես ասեցի. «Այնքան սիրուն աչքեր ունես, ոնց որ Սևանի երկու ափերը լինեն։ Ծովագյուղն ու Մարտունին, կամ ուստանաս ինձ հետ»։ Ճիշտ է ասում։ Հենց այդպես էլ եղել է։ Ու հետո Սարան ասեց. «Հա, մենք էլ եկանք»։ Այդքան բան։ Շատ տարօրինակ պատմություն էր։ Դե հիմա էտա։ Այս բարձր նոտայի վրա եկեք չմոռանանք մի շատ գեղեցիկ ավանդույթ։ Մոռացել ենք էլի։ Համբույր։ Համբույր։ Համբույր։
Ժողովուրդ անհարմար է, Սարան ամաշկոտ է բայ։ Սարա տարբերակ չկա։ Անհնարին բան ասես։ Ահա։ Այդ համբույր եղավ։ Մի հատ նորմալ չկա։ Ինձ կներեք։ Ես հիմա կգամ։ Նայ խարև, սեփական տուն ունես, կարանք արագի մեջ մետ թույն բիսետ կսաբրզի տանենք։ Աղբորս համարս լուսավոր պլինդուզն եմ զամոտի տանում, ու տղուպայ սաղ վիշի սորտ մատիրելով տարվծվում է։ В общем, ջոգին մերնեմ սրտիչ ինչ սերվիզ ենք աբիսպեչի տանում։ Մայիսի 17-ին մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայերի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. Զանգահարեք մեզ 818-418-5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ ST Market, երբ գնումներ կատարելը ոչ միայն մատչերի է, այլ նաև հաճելի։ Հասցե 7240 Foothill Boulevard, մուտքը Hill Heaven եւ Foothill փողոցների անկյունից։ Համար գործում է նաև շների մանկապարտեզ, որտեղ կարող եք ըստ սահմանված ժամերի թողնել ձեր շանը աշխատանքային օրերի ընթացքում։ Եթե ճանապարհորդելու եք, հոգ չէ, կարող եք թողնել ձեր շանը 1 օրով կամ 1 ամսով, վստահ լինելով, որ 24-ժամյա հսկողությունը նրանց անվտանգ է պահում։ Եվ սա դեռ ամենը չէ, տրամադրում ենք նաև վարսահարդարման ծառայություններ եւ հատուկ ուսուցում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Մի $1000 տաքսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պահ, էդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քեբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված ախորժելի սալմոն։ 807-771-77-71 This is not for beating. This is to prepare delicious food. Royal Travel-ը ներկայացնում է 2025 թվականի խմբակային ճանապարհորդությունները հունիս 25 Իտալիա, Սիսիլի, Ամալֆի, Շվեյցարիա եւ Ֆրանսիա, օգոստոս Scotland, Ireland, England եւ Amsterdam։ Զանգահարեք 818-487-8875։ Nostimo Grill հունակախոհանոցի ամենահամեղ ուտեստները Լոս Անջելեսում։ Հունաստանից հայ հիմնադիրների կողմից բացված ռեստորանում դուք կարող եք համտեսել հունական խոհանոցի իրական համը։ Համեղ գիրոների լայն տեսականի պատրաստված թարմ եւ բարձրակարգ մսանաթերքով։ Կատարվում է առաքում, իրականացվում է նաև քեթրինգ ծառայություն։ Ծրիա, սենսացիան ստեղ, հա։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Դոլար ուղարկես, դոլար ստանա։ Մի տոկոս, հա։ Այո։ Ծրիա, էլի։ Black House NoHo համի երաժշտության եւ անմոռանալի երեկոների վայր 2019 թվականից ի վեր Black House-ը դարձել է Լոս Անջելեսի հարյուրավոր քաղաքացիների ժամանցի ամենանախընտրելի վայրը։ Vegas documented notary. Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։
Կարբաս ընկերությունը Լոս Անջելեսում ներկայացնում է համեղ եւ բարձրորակ պատրաստի ուտեստների լայն տեսականի։ Ձեր զբաղված առօրյայի անբաժան մասը կարող է դառնալ սառեցված սննդամթերքի բազմազան տեսականին, ձեր նախասիրություններին համապատասխան պատրաստված սերնդեսերունդ փոխանցված բաղադրատոմսերով։ Հայաստանում արտադրված Աֆշարի գործարանի պահածոները, մուրաբաները, հյութերն ու այլ արտադրանքը այժմ հասանելի են նաեւ Լոս Անջելեսի սպառողներին։ Զանգահարել 818 648 9922 հեռախոսահամարով։ Vanity X ինտերիեր դիզայնով հագեցած խանութ սրահ, համաշխարհային բրենդ հանդիսացող տարբեր ապրանքատեսակներ, ընդունվում են պատվերներ խոհանոցային կահույքի համար, իտալական հանրահայտ Rives ֆիրմայի էքսկլյուզիվ ներկեր, 17037 Ventura Boulevard Encino։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Ցանկանում եք տեղադրել ձեր ճաշակին համապատասխան երկաթե դռներ, դարպասներ, պատվիրել մանգալներ եւ այլ պարագաներ շուկայական ամենալավագույն արժեքներով, ուրեմն դիմեք Iron King LA ընկերությանը։ Որակն ու բարձրակարգ սպասարկումը երաշխավորված է։ Եթե դուք փնտրում եք հարմարավետություն եւ որակ, ապա Mattress Star-ը ձեր լավագույն ընտրությունն է։ Մեր մասնագիտացված թիմը պատրաստ է ձեզ օգնել։ Մեծ ցուցասրահ, հսկայական ընտրություն։ Same prices right here in Glendale, right down the road from your home. Call us or come schedule an appointment at 229 North Central Avenue on the 2nd floor in Glendale. Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթ է, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ։ Այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool Look, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Ձերանք ասացին, որ այստեղ պիտի քնեմ, դուրսարի որ հանգստանում։ Ես դուրս գա։ Սարը այսինքն սենյակն է։ Հասկացանք քո սենյակն է, բայց այսօրվանից ես պիտի քնեմ այստեղ։ Լսի, ստեղ ապրող բոլոր մարդկանց համար մենք համարյա ամուսնացած ենք։ Համարյան։ Շատ տեղին բառասոս։ Ես հորքորին փորձեցի համոզել, ասացի արածի ննջարաններում քնենք։ Ասպա վարես, դու իրավունք չունես նահանջես, դու պետք է հարձակվես։ Չի կարող տենց բան լինի։ Ես կասեմ։ Մի րոպե։ Լսի, անիմաստ կասկածելու են ու չեն համաձայնվելու, ավելավա հարմարվենք։ Տեսնում ես կյանքի ինչա։ Հիմա ամեն ինչ անում ես, որի հետ համակերպվես։ Իսկ այն ժամանակ ինձ ամեն օր ուզում էր գործից հանեիր։ Սոս։ Ես իսկապես ահա որ հոգնած եմ։ Չեմ հիշում վերջին անգամ, երբ եմ այսքան մարդու հետ շփվել։ Մարդկային լեզվով ասում եմ՝ դուրս արի, քնեմ, հանգստանամ։ Ես դուրս գա։ Բա կարող է գիտես ամբողջ կյանքս երազել եմ ծոցդ քնեմ, սոս։ Հենա Պոլը քաշի քնի։ Պոլը քաշի ինքդ քնի, ես այստեղ եմ քնելու։
Սարա ջան, դու երևի մոռացել ես, հա, որ դու իմ տան մեջ ես գտնվում։ Տենց փաստորեն։ Okay։ Ես հենց հիմա կգնամ ու հորքուրիդ կասեմ, որ սոսը ինձ ուղարկում է գետնին քնելու։ Հորքուրդ կգա, կստիպի, որ մենք քնենք մի անկողնու մեջ ու ավելին ասեմ, ամբողջ գիշեր մոմա պահելու, որ հանկարծ ինձ չուղարկես գետնին քնելու։ Լավ է։ Դու ինձ հորքուրով չվախեցնես։ Ես հենց նոր որոշեցի, որ գետնին քնեմ։ Տեսնում ես, որ մտածում ես լավ որոշումներ ես կայացնում։ Խնդրեմ։ Որտեւ ես հեռատես եմ, ոչ թե կարճատես։ Նյու Յորքիդ ինչ կա։ Դեռ ոչ մի բան չկա, պետք է զանգեմ Սյուզիին։ Կանչելու ես գա։ Ուրիշ տարբերակ ունա։ Չէ, հորքուրը որ ասել է պետք է կանչես, ուրեմն պետք է կանչես։ Դա չի կարա փոխվի։ Դե ես դա արդեն հասկացել եմ։ Մնում է համաձայնվի գա։ Այս ինչի մեջ ենք։ Ավելի լավ է չմտածենք, ինչի մեջ ենք։ Ալո։ Սարա։ Սյուզի, ո՞նց ես, բարև։ Լավ է, մշտը դու ինչ ես։ Լավ, նենց լավ աստեղ անցնում, մտածեցի կարող է դու էլ առիթից օգտվես գաս։ Աղջի դու չես ոմը, չէ՞։ Քուղ պատճառով հագոպը սաղ ես գործից հանել է։ Զանգել ես կսես արի, ինչ կամ։ Ես այ մի նոր գործ գտնեմ ինձ համար։ Սյուզի, եթե հիշում ես, քեզ աշխատանքի ընդունողն եմ ես եղել։ Հենց որ այն ժամանակ, երբ որ քեզ ոչ մեկ գործ չէր տալիս, ես տվեցի։ Այնպես որ կարող է հիմա լավությանս լավությամբ պատասխանես։ Շփատասխանեցի էլի զանգին։ Զանգի չէ Սյուզի։ Դու ինձ պետք ես։ Պետքա գաս ու լինես իմ բարեկամուհին հորս կողմից։ Մի քանի օր կմնաս, հետո հետ կգնաս։ Ման։ Աղջի, փաստորեն ես քո որդ կողմից քեզի բարեկամ եմ, դու իսկան ժամանակ ընդ չես ասել, հա։ Սյուզի, ես քո տոմսերը կառնեմ։ Այստեղ ծախսանելու կարիք չունես։ Ու հետո ես քեզ կվարձատրեմ։ Քո մի ամսվա աշխատավարձի չափով կվճարեմ։ Աշտեի դորից քսեիր, աղջի։ Թե չէ զանգել ես ամբողջ հլա։ Աշտե դու կամ, բանավան, որ իրար բարեկամ ենք։ Okay, դե վաղը հասկանամ տոմսերի հարցը ինչ եմ անում ու քո հետ կկապնվեմ։ Եղավ ցավը տանի, եղավ մերնիմ քեզի, եղավ քուրս։ Սյուզի, ինձ մի ասա քուրս։ Վաղը կզանգեմ։ Աղջի, դու խելակ չես, զանգել ես կսես քուրս ես, ինչ քեզի քուրս չսեմ, խելառոնտ եմ։ Ասա, ներվել ես կուտի։ Սարա, ասեմ ինչի մեջ ենք։ Զսպի քեզ։ Սարա, բայց դու գիծ չես, չէ՞, հաստատ։ Զսպեմ ինձ։ Երեկոյան ուզեցի նվիրել, մեկ էլ մտածեցի շուտ չի, կարող է վաղը նվիրենք։ Ճիշտ ես արել, ճիշտ է։ Գիտես ինչ կիմա։ Մի գիշեր մեջ հարկի տակ կննջեն, հետո կնվիրես։ Այդպես ավելի ճիշտ կլինի։ Լաուր։ Հա։ Չկա։ Ոնց չկա։ Ինչ է չկա։ Մատանին չկա։ Լավ ես փնտրել։ Լավ եմ փնտրել, այո։ Ոնց կարող է։ Այստեղ էի դրել։ Հաստատ ինչ որ մեկը վերցրել է։ Ով կարող է վերցնի։ Ասենք մեր հարևան փունջիկը։ Փունջիկը։ Ուֆ, Լաուր։ Որ ասեմ գեղեցկուհի էր, չէ։ Ես մտածում էի, օրինակ, սոսը ավելի լավ ճաշակ ունի։ Հա, բայց առավոտը բելանս տեղ էր, ասեց շատ էլ սիրունա սոսը հարսնացում։ Դե աղջիկա էլի։ Կարևորը սիրեն իրար երջանիկ լինեն։ Բայց հետ չէր երևում, որ տենց շատ սիրահարված են։ Ինչի։ Եսի մի տեսակ էին։ Լսի, իսկ եթե սոսին ձեր մոտ աշխատանքի վերցնեք, սալոնում, համել Նյու Յորք չի գնա։ Թե եթե լավ մասնագետ է, մենք կարանք առաջարկենք, բայց ինչին ուզում ես տեղ մնա։ Չգիտեմ։ Ուֆ, իմ համար մեկը, հա։ Երևում է, որ մեկը։ Ես չեմ հասկանում։ Սյուզի մտածում եմ, որ
Քո բարեկամն է։ Սոս դե կգա մի բան կբացատրեմ էլի։ Անի ջան, ո՞նց ես։ Լավ, մերսի։ Անի ջան, այսօր Նյու Յորքից ռես կա։ Իհարկե կա։ Կարա չէ կազմակերպենք։ Այո, կարող ենք։ Դե հեսա տվյալները կուղարկեմ։ Շատ լավ։ Վերջ։ Եթե չես ուզում Եվրոպա տուր առնենք, գնաս մանգաս հեսա քեզանից բրծնեմ, ուրեմն վերջ։ Ճանաչես։ Երևի կճանաչեն էլի։ Ահ, ամբողջ լոսը քեզ ճանաչում է, հա։ Կարող է խանդում ես։ Մի երևակայի լավ լուրջ։ Զոմ իմանը։ Այս տուրիստականը մերոնցն է։ Տնաշը նենց ասացին ոնց որ հոթ-դոգի բուտկա լինի։ Դե գնանք քեզ համար վերցնենք։ Մենակ չասես բջջային կապել ունեք։ Կարող է։ Մի։ Հələ ասա տեսնեմ էլ ինչ ունեք, սոս տղա։ Բարի գալուստ ABC Kids։ ABC-ն առաջարկում է 2-ից 5 տարեկան երեխաների խնամք եւ կրթություն։ Կենտրոնում ներդրված է հատուկ մշակված նախադպրոցական ծրագիր նահանգի կողմից հաստատված բոլոր չափորոշիչներով։ Ծրագրում նաեւ ներառված են շախմատի, արտի, պարի, հայերենի եւ կավագործության դասերը։ Երեխաներին տրամադրում են օրգանիկ եւ թարմ սնունդ։ Ընդունելությունը բաց է Glendale Garfield, Glendale Colorado եւ North Hollywood մասնաճյուղերի համար։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids, լավագույնը ձեր երեխայի համար։ Մայիսի 17-ին մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում։ Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայերի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում։ Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը։ Լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818-418-5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Մանհեթենի հանրաճանաչին 3-րդ ավենյուում գործում է E&D գեղեցկության սրահը, մազերի հարդարում, հայլայթ բալայաշ, պերմանենտ, դիմահարդարում, լազերային մազահեռացում եւ ավելին։ Սիրով սպասում ենք ձեզ E&D գեղեցկության սրահ։ Advanced Chiropractic Wellness Center, Venice եւ Burbank քաղաքներում այցելությունների համար զանգահարեք։ Փնտրում եք հուսալի եւ բարձրակարգ սպասարկում իրականացնող մեքենաների վերանորոգման կենտրոն, Body Shop, ուրեմն բարի գալուստ High Performance Collision Center։ Այստեղ որակը, բարձրակարգ սպասարկումն ու շուկայական լավագույն արժեքները համադրելի են։ S&H Garage, այստեղ իսկ կարճ ժամանակահատվածում հմուտ մասնագետները կկատարեն բեռնատար մեքենաների, ավտոմեքենաների, RV-ների վերանորոգման հետ կապված ցանկացած աշխատանք։ Դիմահարդարման միջոցով գեղեցկության արվեստի նոր չափանիշներ հաղորդելու Աշխեն Կոստանդյանի մոտեցում անսպառ են։ Beauty Fabric, երբ գեղեցկությունը հաղթահարում է բոլոր արգելքները։ Հայաստանում արտադրված բարձրորակ եւ լավագույն սուրճի համբավ ունեցող Royal Armenia ընկերության տեսականին այսուհետ կարող եք գնել նաեւ Լոս Անջելեսի բոլոր հայկական խանութներից։ Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթ է, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։
Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ, այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ, առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool-Looks, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Ախպերես, օրինակ ստեյետ է միատ նորմալ ակվարիում լնի, մեջնի ասենք ծիկներ լծրացել են, կես կխանգարի։ Ինչի ուզում ես կենթանի ձուկ ծափեք։ Չէ ուղղակի որ տենց նայում էի, նայել ասեցի, հիշեցի, որ գալիս են մսին երկար նայում է, արա երկար ասեցի, հիշեցի, մի հատ աղջիկ, ուրեմն, քուրս ասեցի, հիշեցի, ուրեմն, Աբա վերջացրա։ Ներեցեք հորքուրը զանգահարել է, ձեզ։ Այո։ Դե իր ասածները կկշռեք տանը։ Անպայման։ Տենց վրաս։ Որովհետև ես 1000 գործ ունեմ անելու, ելը մեզ կենցաղային ընտանեկան հարցել։ Հիմա էլ գիտես հորքուրին որոշ անի։ Եվ որոշել է Սարային քննություն անցկացնել։ Գիտես ինչ քննություն։ Սարան պիտի բլինչիկի խմող սարքի, տոլմա փաթաթի։ Ես կարծում եմ որ քննությունը հաստատ չի ասնի։ Ոչինչ, հաջորդ տարի նորից կփորձի։ Ահա, ինչ ես կարծում, Սարան լավ աղջիկ է։ Ես ինչի մնամ, ես աղջիկներից բաբշե ոչ մի բան չեմ հասկանում, ընդհանրապես։ Չէ, դու արդեն սխալ բաներ ես մտածում։ Չեմ հասկանում, որովհետև շատ բան չգիտեմ, էլի աղջիկներից։ Ասա ինչի։ Ինչի։ Որովհետև վերջին անգամ ընկերուհի եմ ունեցել մենակ մանկապարտեզի 4-րդ կուրսում։ Որ մսուր չէ, second մսուրում, էլի։ Ահա, արի գնանք մսերը։ Գնացի։ Արև ձեզ։ Դրսում ձեզ են սպասում։ Սարա դու գնա ես կգամ։ Պապ, մենք պետք է խոսենք։ Ես դեռ չեմ որոշել։ Ես եմ որոշել։ Այդ հարցը մենակ քեզ չի վերաբերվում։ Երբ որ որոշեմ, այն ժամանակ էլ կխոսենք։ Իսկ հիմա գնա, հորաքույրդ ու Լաուրան ինչ-որ բան են կորցրել։ Ինչ։ Գնա կիմանաս։ Վայ, պապ։ Լսի բալես, կարող է մոռացել ես որտեղ ես դրել։ Վայ, պապա, ես մոռանամ։ Ատենց բան դու տեսել ես։ Հա, բայց այս ամեն ինչին ինչ-որ բացատրություն պետք է տալ, չէ։ Այ քեզ հակառակ բան։ Հարսին գտանք, բայց մատանին կորցրեցինք։ Եթե իմ համար եք այսքան նեղվում, կարիք չկա։ Կարծում եմ առանց մատանի էլ կլինի։ Յա, աղջիկ ջան, դու գիտես դա ինչ մատանի է։ Դա մեր ընտանիքի արժեքավոր մատանին է։ Տատիկից է եկել։ Ժողովուրդ ջան, անես դարդոտված եք նստած, ես թվում է պատրաստում եք գնաք կիսաբաց լուսամուտներ։ Չէ, ուղղակի մամատ ու հորաքույրդ ինձ պատրաստվում էին մատանի նվիրեին, այն էլ կորել է։ Ոնց թե։ Մամայի մատանի։ Սոր ջան, տղես, կներես, այդ մատանին ես կգտնեմ։ Երևի մի տեղ դրել եմ, չեմ հիշում։ Դիկին զոքանչի սենյակում նայել եք, ասում են զոնքաշները փայլուն բաներ շատ են սիրում։ Այդ փափախով ագրավներն են այլուն բաներ սիրում, հասկացար։ Դե դուք կիմանաք էլի ինչ եք սիրում։ Տափակ։ Դե լավ էլի մամա։ Ինչ պապ, նման բաներ էր մի ասա, անհարմար է, սիրուն չի։ Դե մի անհանգստացեք, ես վստահ եմ, որ կգտնվի։ Հա, հաստատ կգտնենք։ Հայկոն էլ գալու չի եկե։
Երեք ստեղ ինչ-որ բան էր իր ամունդուսոս։ Սիրունդ մոտանի է։ Ինձանից ես պահել։ Okay։ Հիմա հասկանում եմ, որ այդ մատանին կարևոր է, բայց որ կորելա ոչինչ էլ չես անի։ Վայ Վահե։ Դա հնարավոր չի։ Ախր որտեղ պիտի կորած լինի։ Լեզուս էլ չի պատտվում, որ ասեմ, բայց Եթե լեզուս չի պատտվում, մի ասա։ Մեկը խելքը գլխին բան չես ասելու, հա։ Ես գիտեմ, որ դու ամեն ինչ անում ես, որ համապատասխանես զոնքաչ սիմվոլիկ հասկացողությանը, բայց քո մոտ շատ ռեալիստական է ստացվում այս ամեն ինչը։ Ես քեզ 100 անգամ ասել եմ, երեմ ասում։ Ես քո զոկանչը չեմ, ես փեսայի զոկանչն եմ։ Հա, բայց քո սենյակը այնուամենայնիվ չստուգեցին։ Դե լավ էլի պապ ջան, մամ լավ էլի վերջացրեք, խնդրում եմ էլի։ Սոս։ Սարայի քույրը եկա։ Աբոյին ասել եմ դիմավորի։ Ես անչափ շնորհակալ եմ ձեզանից։ Փաստորեն ուզում էիք անակնկալ անել եւ այդ պատճառով մատանին դրել էիք մահճակալիս վրա, շատ շնորհակալ եմ։ Ո՞ս հանկողնու վրա։ Ինքնա։ Յող ունի քո հնարավորությունը։ Սիրունա չէ։ Շատ։ Տեսար Սարա ջան, ասում էի չէ, կիմ ասում էի չէ կգտնես շատ ուրախ եմ։ Բան չեմ հասկանում։ Դե կարևորը որ գտնվել է։ Էդ էիք ուզում եղավ։ Սիոզին դու ես։ Հա, ես եմ։ Սարայի քուրն ես։ Հա, ադմանենս է։ Աման քուրս իր հիշա։ Դու վեր ես։ Ես։ Աման Մարիկ ջան, ասիկ ես ինձ սիրուն հյուրանոց է։ Ես օվկիանոսի վյույով սեյնակ կուզիմ։ Ես։ Բերու, գնե։